Ողջույն, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է յուրաքանչյուր ուրբաթ, մենք վերլուծում ենք շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Ողջույն, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Շաբաթը համապարփակ այսպես մի հատ վերլուծություն անենք, բայց կոնկրետ ավելի շատ ուզում եմ կենտրոնանանք եկեղեցի պետությունս արշավանքի եւ Արցախ ու ռազմագերիներ թեմաների շուրջ փորձենք այս ամեն ինչը մի հատ իմի բերել է շաբաթվա ընթացքում։ Շաբաթասկզբին Հայաստանի վարչապետը վեհապարին հեռացնելու այսպես կոչված ճանապարհային քարտեզ ներկայացրեց։ 3 կետ է առանձնացրել, որոնք պետք է ընթերցեմ՝ կաթողիկոսական տեղապահի ընտրություն, կանոնակարգի ընդունում, ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ նոր կանոնակարգի համաձայն։ Շոկը անցնում է, հետո գալիս ենք հասկանում ենք ինչ ենք հարցնելու առհասարակ։ Ինչու է կառավարությունը փորձում, սա այն ամենապրիմիտիվ ու մակերեսային հարցն է, որ պետք է նորից տան, որպեսզի ժողովուրդն լսի, ինչու է կառավարությունը փորձում փոխել կաթողիկոսին շրջանցելով օրենքը, եթե Հայաստանի սահմանադրությունը հստակ ճանաչում է եկեղեցու ինքնակառավարումը։ Այսպես խոսակցություններ են պատտվում, որ ինքն է պետությունն է, իշխանությունն է Փաշինյանի գլխավորությամբ փորձում հեղաշրջում անել եկեղեցու ներսում, այդպես իր դեմ իբր պսևդո հեղափոխություն հռչակելով, այսպես ձևակերպենք։ Ձերբակալված սրբազաններն էլ այս կոնտեքստում համարվում են քաղաքական գերիներ, թե պարզապես խոչընդոտ են իր այսպես ասած ճանապարհային քարտեզին ու այս ձևով իշխանությունը փորձում է վերահսկել եկեղեցին, որովհետև կորցրել է իրականում հասարակության աջակցությունը։ Մի հատ փորձենք այսպես մի հատ իմի բերենք ու ընթացք տանք։ Շնորհակալություն հնարավորության համար։ Նախ եկեք իսկապես իրերը ճիշտ անվանենք երևույթները, չկա պետություն եկեղեցի բախում, չկա պետություն եկեղեցի հակադրություն, կա իշխող ուժ, ուժի արշավ, ուժայիններով, կարմիր սև բերետավորներով, ածահատուկ ջոկատայիններով եկեղեցու նկատմամբ։ Ես կարող եմ հասկանալ սա ինչքան արտառոց կարող է թվալ մեր նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում, որովհետև գուցե մեր պատմությունը լավ չենք սովորել, այդ դրվագներին շատ չենք անդրադարձել եւ 30-ից ավել տարիների ընթացքում նման բան իսկապես չենք տեսել։ Բայց սա աննախադեպ չէ, սա հատուկ է բռնապետերին, սա հատուկ է հատկապես հիմա կամ ինչ տիպի բռնապետություններին եւ երբ մենք ասում ենք, որ երկրում 37 թվի մթնոլորտն է, ես հասկանում եմ, որ դա կարող է տեսեք ինչ ուրիշ տեսք ունեն, ինչ ուրիշ գուցե մի քիչ ավելի շատ են ժպտում, ավելի շատ են սրտի կանում, այս մարդիկ ինչ 37 թիվ, նրանք խիստ մռայլ անձնավորություններ էին, Զենֆիրա չէին լսում, սրտիկ չէին անում, բայց դրանք արտաքին ատրիբուտներն են։ Իսկ շողակաթ հեռուստաընկերությունը, որը եթերից զրկվեց եւ հիմա արդեն ավելի պարզ է դառնում, ինչու եթերից զրկվեց, որպեսզի ճշմարտությունը ավելի շատ մարդկանց չկարողանա այս իրավիճակում հասնել, շատ լավ շարք է պատրաստել, որտեղ ներկայացնում է, թե օրինակ ինչպիսի մթնոլորտ էր երկրում 30-ականներին եւ ինչ վիճակում էր եկեղեցին։ Օրինակ մեր քաղաքացիները գիտեն, որ եղել է իրավիճակ, մի պահ, որ Մայրաթորում 5-6 հոգեվորական են ընդհանրապես մնացել։ Մնացածը բոլորը կամ ձերբակալված են եղել, կամ խոշտանգված են եղել, կամ չգիտեմ, երկրից են կարողացել դուրս գալ, հա։ Գիտեմ, որ կաթողիկոս ունենք, ում սպանել են բարի ուղիղ իմաստով։ Այսինքն այս արտառոց երևույթ չի, ինչու է եկեղեցին հարձակման ենթարկվում, որովհետև ինստիտուտ է, ինքը, եթե կուզեք պետականության բեքափ է եւ ինստիտուցիոնալ հիշողություն ունի եւ այո, ինքը համակարգ լինելով արդեն իսկ դիմադրության համակարգ է, ինչ անկառավարելի իշխող ուժի կառավարումից դուրս նկատում, ընդհանրապես որևէ մեկի կառավարումից դուրս ազգային շահերը պաշտպանելու համար գործող կառույց է։ Հիմա եկեք հասկանանք ինչ է տեղի ունեցել Հայաստանում եւ այս ինչ որ տեղի է ունեցել ինչ որ չափով Վրաստանում, Ուկրաինայում է տեղի ունեցել։ Այսինքն մարդիկ ովքեր գալիս են ու խնդիրը իրենց առջև դրված անել այն, ինչ իրենք ուզում են, հաճախ դա արտաքին պարտադրանքից ելնելով, բնականաբար ինչին պիտի հարվածեն։ Առաջինը ինստիտուտներին, ովքեր կարող են այդտեղ խոչընդոտել իրենց ծրագրերը։ Հիմա եկեք որ մենք ավելի լավ պատկերացնենք ինչ է կատարում, այնպես չի որ Փաշինյանը մի օր արթնացել է եւ ասել է
եկեղեցու վրա այսօր չարշավեմ, մի հատ բան չկազմակերպենք կամ մի հատ ստատուս չգրեմ, ինչպես պիտի փոփոխվի կաթողիկոսը, ոչ։ Սա իմպուլսային, սա տրամադրությունից կախված ինչ որ արշավ չէ, սա պլանավորված արշավ է, որը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի ներկա կառավարության Ադրբեջանի առջև ստանձնած պարտավորություններից։ Մայիս ամիս կովկասյան մահմեդականների առաջնորդը հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի համար ռևանշիստական կառույց է։ Դա միայն նրա համար, որ խոսվում է արցախահայերի իրավունքների մասին, խոսվում է Արցախում մշակութային ժառանգության մասին, խոսվում է էթնիկ զտման մասին, խոսվում է գերիների մասին։ Դրան հաջորդում է Մայրաթորի պաշտոնական պատասխանը, դրան հաջորդում է Շվեյցարիայի համաժողովը մեր վեհապարի նախաձեռնած, որտեղ խոսվում է հայ գերիների մասին, Արցախի մշակութային ժառանգության մասին, դրան հաջորդում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եկեղեցիների չուլանացման մասին եւ այն, որ հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է։ Հիմա սրանք պատահականություններ դուք կարող եք համարել, չնայած այդպիսի պատահականություններ չեն լինում, բայց բացեք օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթուղթը, ձերքից տակ չէ, եթե չեմ սխալվում 9-րդ կետն է, բայց որ մի կետի այն կետը, որտեղ ասվում է, որ կողմերը պարտավորվում են պայքարել ռասայական խտրականության, ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ։ Սա Ադրբեջանի ռևանշիզմի դեմ պայքարի դիվանագիտական հնարավորինս փորձել են ձևակերպումները։ Ես հարց ունեմ։ Երկրները իրենց օրենսդրություններով արդեն իսկ ահաբեկչության դեմ, ռասայական խտրականության դեմ պայքարում են։ Կարիք չկա միջպետական պայմանագիր ստորագրեն դրա համար։ Այդ կետը, այդ փաստաթղթում ինչի համար է, եթե ոչ այս հետապնդումների համար։ Այսինքն սա է տեղ ունենում Ադրբեջանի պահանջով, որը համընկել է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու երկրում բոլոր ինստիտուտները ոչնչացնելու այդ մարտավարության հետ, տեղի ունենում այս արշավը, սա է կատարվողը, սա է պատահականություններ այսքան չեն կարող լինել, չի կարող Փաշիզադեն եւ Փաշինյանը նույն բառերով խոսեն մեր եկեղեցու մասին։ Սա պատահականություն ուղղակի չի կարող լինել։ Մնացածը սրա ատրիբուտիկան են, հասկանում եք, մենք Փաշինյանը արթնացել է, այսինքն չի արթնացել, Գյումրիում ունեցել է տոտալ ձախողում։ Մենք ունեցել ենք պատկեր, երբ որ քահանաները մի թեմի հրաժարվել են ընդհանրապես որևէ կերպ համագործակցել, չնայած պատկերացնում ենք կոմպրոմատների, այսինքն կոմպրոմատների ճնշումների են աստիճանին, որը կա։ Փաշինյանը ինքը խոստովանում է, որ ասում է, ԱԱԾ-ն գնում է, խնդրում է, որ պատարագի տեքստը խմբագրեն, ԱԱԾ-ն խնդրում է։ Հիմա այդ պատկերով անգամ որևէ քահանա հրաժարվել է Փաշինյանի համար պատարագ մատուցել, զեղչել կաթողիկոսի անունը, զեղչել առաջնորդի անունը, մարդիկ բղավել են տեղից վեհապարի անունը, քաղաքացիները փողոցում մենք տեսանք պատկերները ինչ է լինում ԿՊԱ-կական պատգամավորների հետ, երբ նրանց չի ուղեկցում ԱԱԾ, չեն ուղեկցում ԱԱԾ ջոկատները, ու այդ պատկերը հիմա Փաշինյանը պետք է ինչ-որ ձև շեղի այդ պատկերից խոսակցություններ կամ դրա տարածումը։ Ինչա պետք անել, պետք է ինչ-որ տարօրինակ երկի տակ կամ ոչ տարօրինակ սրտի կանել, պետք է տարօրինակ գլխարկ դնել, պետք է մի հատ ստատուս երկնել, ճանապարհային քարտեզ, ուղեցույց, այսինքն սրանք բոլորը գործողություններ են, Գյումրու պատկերը ծածկադմփոց անելու համար, իսկ ինչ է տեղի ունեցել Փաշինյանի անձնական արշավանքը եկեղեցու նկատմամբ, բախվել է մի հատ բարձր պատի ու չի գնում այնպես, ինչպես ծրագրավորված էր։ Սա ես չեմ կարող, այսինքն վարդագույն ակնոցներով չեմ նայում, չեմ ասում խնդիրներ չկան, ամեն ինչ լավ է եւ ոչ մի բան նրան չի հաջողվել, բայց ես ասում եմ Փաշինյանը ծրագրել էր արագորեն, շատ արագ կերպով հասնել իր նպատակին, որը իրեն չի ստացվում եւ ավելի մեծ դիմադրության է հանդիպել, քան ինքը կարող էր պատկերացնել եւ քան մեր հասարակության շատ մեծ հատվածը կարող էր պատկերացնել, որտեղ դիմադրությունը միշտ չի որ լինում է գոռալով, միշտ չի որ լինում է սուր ճոճելով, դիմադրությունը երբեմն լինում է ճիշտ այնպես ինչպես հիմա վեհապարինն է, լռությամբ, խոհեմությամբ ու համբերությամբ։ Շատ հետաքրքիր ավարտ ունեցավ հարցի պատասխանը, բայց ինչն է պատճառը, ես ուզում եի դա իրականում հարցնել, որ եկեղեցին երկար ժամանակ լուր էր իշխանությանից հակաեկեղեցական նախաձեռնությունների դեմ ու տպավորություններ, որ եկեղեցին դարձել է ոնց որ իշխանությունը ձգձգելու գործիք ավելի շատ։ Հիմա ասում եք չի հաջողվել օրինակ Փաշինյանի արածը, չէ, այսինքն արագ բլիցկրիգով վերցնելու եկեղեցին ու էլ իր արշավանքը շարունակելու, մնացած իր, չգիտեմ, սև գործերի
համար, բայց ստացվում է, որ ինքը ավելի շատ այսպես երկարացնում է իր իշխանությունը, անգամ այս դանդաղությամբ է երկարացնում։ Ես գործիք Եկեղեցին էլ դրան չեմ ուզում ասել նպաստում է, հավելիցի, բայց ամեն դեպքում իմ համար ու շատերի համար մի տեսակ անգործությունն է նկատվում, ոչ թե լռություն, որտեղ կապ ունի, ինչ է ակնկալիքը, որ գնահատական տնկանգործություն թե չէ, մենք կարծում խնդիր ունենք համակարգերին ճանաչելու։ Մենք երբեմն համակարգերից պահանջում ենք, որ 3 րոպե հետո մեր ուզած հայտարարություն արա, եթե այսպես չես անում, ուրեմն խնդիր ունես համակարգերը հատկապես։ Չէ, այս արա, այն արա, այս արարքը արա, համակարգերը, հատկապես 1700 տարվա համակարգերը, հատկապես այսպիսի աշխարհասփյուր համակարգերը, դրանք ունեն այլ տրամաբանություն, այլ մեխանիզմներ գործունեության եւ պիտի հիշենք նաև ինչի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք հայ առաքելական եկեղեցու մասին։ Մենք առաջ ինչ խնդիր ենք դրել։ Օրինակ ինձ համար ակնկալիքը իհարկե 2020-ից այս կողմ հատկապես, բայց դա եղել է մշտապես ոչ միայն ազգային շահերին համահունչ լինելը, այլ դրանք հնարավորինս պաշտպանելը։ Եթե իմ եկեղեցին խոսում է արցախահայերի իրավունքների մասին, գերիների մասին, չի թողնում մոռանալ այն ինչ որ եղել է, դա այն է, ինչ ես իրենից ակնկալում եմ։ Եվ ակնկալում եմ, այո, նաև չտրվել այս որդիական խոնարհությամբ եմ ակնկալում չտրվել այս բոլոր ճնշումներին եւ դա այն է ինչ եկեղեցին անում է։ Մնացածը կարծում եմ մենք խնդիր ունենք ունենալով այս ինչ որ հիմա այս պահին ունենք ինչ որ արվում է, այսինքն այս դիմադրության օջախը կա, մնացածը հասկանանք որ դերակատարները պիտի անեն։ Այստեղ կարծում խնդիր կա ինչ ակնկալիք ունենք, որ գնահատենք անգործությունը թե գործունեությունը։ Իմ ակնկալիքները արդեն ասացի ինչ են եղել, այդտեղ ես անգործություն չեմ տեսել։ Ուզում ենք ավելի շատ, ավելի կոշտ։ Ես գիտեմ տրամադրությունները ինչպիսին են հանրային առնվազն մի շերտի։ Այո, կա այդ ակնկալիք էլ կա ցանկություն ընդհանրապես իրավիճակի արագ փոփոխության, բայց այդտեղ պիտի հասկանալ ումից ինչ ենք ակնկալում։ Որովհետև իրավիճակն իրականում շատ է ձգձգվում ու այդ ամեն ինչը մաշեցնում է, անգամ ժողովրդի վստահությունն է մաշեցրել, բայց ակնկալիք կար նաև շատ լայն քաղաքացիական, ոչ թե քաղաքացիական դիմադրության, որը սպասում էինք նաև, որ շատ վտանգավոր կլինի իրականում իշխանության համար, որովհետև այո, հայ առաքելական եկեղեցու դեմ սկսած արշավը պետք է մի ուրիշ բարձրագույն չնչի, բայց մի ուրիշ զարթոնք առաջացներ էլի ազգի մոտ։ Թեպետ ես չեմ կարող ասել, որ առհասարակ չկա, բայց այդ լայն այդ տեսեք, ես այդ ինքնաբուխ զարթոնքներին եւ պորտկումներին չեմ հավատում։ Չէ, ոչ թե դեմ եմ, չեմ հավատում, չի լինում աշխարհում այդպիսի բան։ Գիտեք, եւ մենք պատկերացնում ենք, որ հիմա Փաշինյանը կանի հայտարարություն հակաեկեղեցական եւ դրա կլինի հանրային զանգերը կգնան։ Զանգերը հնչել են, բայց կլինեն 100,000-ավորների երթեր դիմադրություն, այդպես չի լինում։ Դա միշտ լինում է կազմակերպված եւ որևէ երկրում մենք հիմա շատ ենք, չէ՞, մեղադրում մեր հասարակությունը, ուրեմն այս արժեքները չունի, չի հասկանում ինչ է կատարում, այդպես չի լինում։ Մենք հետ պատերազմյան ապաթիա ամեն օր ներշնչող դիտմամբ ներշնչող, հուսալքություն ամեն օր ներարկվող հասարակություն ենք, որ ունեցել է հազարավոր զոհեր եւ ամեն օր այն սոցիալական վիճակի մեջ է ապրում, որ ապրում է եւ ամեն օր մի ճգնաժամի մեջ է արթնանում։ Հիմա այստեղ առաջին խնդիր կա հուսալքություն հաղթահարելու։ Դրա համար չափազանց կարևոր է դադարել մեղադրել հասարակությանը եւ անհատներին մարդկանց, ցույց տալ ելքը, որն է ելքը, այո, իսկապես այդ դիմադրություն ունենալ կազմակերպելն է։ Մարդիկ ունենալու են այդ հնարավորություն։ Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ մայրաթորի վրա է գնալու։ Այո, այդտեղ իսկապես դիրքորոշում դրսևորելու կարծում եմ խնդիր եւ անհրաժեշտություն կլինի։ Ֆիզիկապես է դիրքորոշում դրսևորելու, ֆիզիկապես դրսևորելու։ Նաեւ ֆիզիկապես մենք տեսել ենք այդ դիրքորոշման դրսևորումը Միքայել Սրբազանի ձերբակալության ժամանակ։ Դրանք դրվագներ են, որ այսինքն երբ եղել է կազմակերպվածություն, եղել է կոչք, եթե կուզենք, եղել է, այսինքն կանչ, այդ կանչին արձագանքողներ եղել են, այդ թվում նաև այնպիսի անհատներ, օրինակ ես Միքայել Սրբազանի ձերբակալության ժամանակ Մայր Աթոռի բակում ես այնպիսի մարդիկ էին մոտենում եւ ասում էին հետեւյալը, որ իրենք երբեք որևէ այլ քաղաքական թեմայով, որ տանից դուրս չէին գա երբևէ։ Հիմա իրենց մեքենաները նստել են եւ ուղղակի գոռալով ամբողջ ճանապարհը եկել են, որ ես ինչա կատարում։ Ուզում եմ ասել դա կա երկրում էս տարածվող վախի մթնոլորտը, որը շատերին նաև հետ է պահում։ Հիմա այս հանգամանքների մեջ ենք մենք ապրում, այս օբյեկտիվ իրականությունը եւ այստեղ պետք է հասկանալ ինչ անել։ Այո, մարդկանց երկու բան պետք է փոխանցել։ Նախ
եթե այդքան աշխատում են, այդքան ձեզ ամեն օրը 100 անգամ ասում են, որ հույս չկա, ելք չկա, ով է լինի նույնն է լինելու, մեկ է ոչինչ չի փոխվելու, ուրեմն հենց այդտեղ է ելքը, որովհետև եթե որևէ բան չի փոխվելու, ինչ են դրա վրա այդքան աշխատում, չեն այդքան Հանրային ջանք թափում։ նեյրոլինգվիստիկ ծրագրավորում ա գնում ազգի, Հիմա, բնականաբար, այսինքն այդ հասկանում հույս եմ։ կա, եթե փոփոխվի իշխանություն, կփոփոխվի իրավիճակ։ Դա են ուզում ձեզ համոզել, որ չէ, ով է լինի նույնն է լինելու։ Եվ երկրորդը ձեր դերակատարությունը, ինչ են երկրորդը համոզում, որ անիմաստ է, որևէ բան չի փոխվելու։ Ձեր դերակատարությունը իրավիճակ է փոխելու։ Կլինի դա Մայր Աթոռի բակում ներկայություն, որը կարող է օրինակ սև բերետավորներին դուրս բերել։ Ի վերջո Միքայել Սրբազանի ձերբակալման օրը բերետավորները նահանջեցին, չէ՞։ Գուցե կարող էին, ուզում եմ ասեմ, ուժային առումով զուտ ֆիզիկապես կարող էին եւ զենքերը ունեին եւ թվականակը բավարարում էր այդ մարդկանց հաղթարելու ուժը, բայց իրենք հասկացան, որ այդ պատկերը իրենց ավելի վնաս է լինելու, քան նահանջը։ Դրա համար նահանջեցին։ Հիմա, այսինքն, ձեր ներկայությունը եւ մասնակցությունը իրավիճակ է փոխում։ Վաղարշապատում 5% ավել մասնակցությունը իրավիճակ էր փոխելու, որովհետև քաղաքացիական պայմանագիրը 100% մոբիլիզացնում էր զանգվածը տանում է օրինակ այդ դեպքում ընտրության եւ 40% մասնակցության պարագայում 20% աջակցություն դառնում է 48%, որը հետո Նիկոլ Փաշինյանն ասում է շնորհակալություն ինձ եկեղեցու վրա արշավի կանաչ լույս տալու համար, բայց դուք չեք գնացել, չէ՞ որ ինքը բանանի 4 սրբազան կալանավորի։ Դուք հաստատ դրա համար քվե չեք տվել։ Կարող է ինչ որ 1-2%-ը, չգիտեմ, բայց 20%-ը դրա համար չի քվե տվել։ Քվե է տվել ու լավ համայնքում ապրի, շները չգզեն իր երեխաներին, լույսավորված լինի, այսինքն, բայց իրենք ձեր աջակցությունը մեկնաբանում են որպես ինդուլգենցիա եւ երկրորդը ամեն ինչ անում են որ դուք չմասնակցեք, որ ինձ 20% աջակցությունը դառնա 48%։ Հետեւաբար էս պետք է մարդկանց ներկայացնել, որ ձեր մասնակցությունը իրավիճակ է փոխում ու իրենք ամեն ինչ անում են որ դուք չմասնակցեք։ Ուրեմն եկեք ֆիքսենք, եկեք անենք այն նրա հակառակը, ինչ ուզում է որ իշխանությունը մենք անենք։ Իշխանությունը շատ լավ հաշվարկած է քայլերը եւ ժողովրդի եւ ընդդիմության, լավ, եկեք մի քիչ ընդդիմության դաշտ ներխուժենք, ես չեմ ուզում այսպես որ ասենք բոլորը պուպուշ են, ընդդիմությունն էլ ամեն ինչ անում է, եթե իշխանությունը, եթե չէ, երբ սկսեց միջամտել իշխանությունը, արդեն մտավ եկեղեցի, արդեն ավելի այսպես նուրբ լարերի վրա է խաղում ավելի շատ ազգի ու մի ամբողջ պետության, մի ամբողջ երկրի ճակատագիր է դնում զոհասեղանին, ինչ էր անում ընդդիմությունը, որտեղ էր նայում ընդդիմությունը առհասարակ, երբես գործընթացը սկսվեց, ինչի թույլ տվեցինք, որ հասնի այս փուլին, առհասարակ եւ ինչու անգամ թույլ տալով այս փուլին հասնելը թույլ տվեցինք, որ սրբազաններ ձերբակալվեն։ Ոչ մի գործիքակազմ, ոչ մի բան չկա իշխանության դեմ։ Չէ, ոչ թե չկա, ինչ են անում ընդդիմությունը օրերներում, ընդդիմությունը են առաջին պատնեշներ, որը հարվածել է իշխանությունը։ Այդ կարելի է հակառակից գալ, երբ որ հարվածում էին, այսինքն ոչ թե ուրեր, այդ չէ, բայց պիտի հասկանանք, որ սրանք հակադիր ինչ որ բաներ չեն։ Այս բոլորը պատնեշներ են, որը ինչպես է, առաջին պատնեշում քաղաքական դերակատարներն են, եթե կուսակցություններ, ընդդիմություն, առաջինչի իշխանության գալու առաջին օրերին ձերբակալվեցին ու հետապնդումներ սկսեցին նախագահների նկատմամբ կալանավորների։ Այդ պատնեշ էր, թե պատնեշ չէր։ Գեներալները, բանակը, ինչի մարդիկ, ովքեր ներդրում ունեին հաղթանակի մեջ, բայց ներդրումից բացի կարող էին մոբիլիզացիոն կետեր լինել, այսինքն կարող էին, չգիտեմ, 10-ից 100, 1000 տարբեր, բայց մարդ մոբիլիզացնել։ Ինչու իրանք հարվածի տակ եկան, հայտնվեցին։ Հետո ընդդիմությունը, դուք հիմա չեք կարող գտնել ընդդիմության մի քիչ երևացող դերակատար, այսինքն ով որ պատասխանատվություն ստանձնել առաջնորդություն, որը ոչ թե չի անցել, չգիտեմ, 13-ին է մոտենում ամեն մեկի վրա կարված քրեական գործերը, այսինքն սրանք ճնշումներ են, թե ճնշումներ չեն։ Ուզում ասեմ, սրանք պատնեշներ են, որոնք հերթով է հաղթահարում, եւ հիմա, երբ որ հաղթահարեց այդ առաջի պատնեշը, բանակինը, նախագահներինը, հետո եկավ ընդդիմադիր կուսակցություններինը, դերակատարներինը, այժմ ներկայացված ընդդիմադիրներինը, այնպես չի որ բոլորը հաղթարել այսպես մարսելը, բայց դրան գումարվեց նաև հաջորդը եկեղեցին, հիմա այստեղ կարևորը որն է ու ինչն է կարևոր մեսեջը փոխանցել։ Դուք կարող եք սիրելի հանրություն, սիրած
կամ չսիրած, հիմնականում չսիրած դերակատարներ ունենալ ընդդիմության մեջ, դա լրիվ նորմալ է։ Դուք կարող եք չսիրած հոգևորականներ ունենալ եկեղեցու մեջ, բայց սա խնդիրը ոչ ընդդիմության սիրած ձեր չսիրած անձերն են, ոչ եկեղեցու չսիրած անձերն են, սա ինստիտուտների հարցն է։ Այս պատնեշները երբ որ հաղթահարվում են, հաջորդը գալիս է հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչը։ Ինչ է հիմա տեղ ունենում։ Փաշինյանը եկել է, կանգնել ասում է եկեղեցում սա իմ դուրը չի գալիս, հարցա դա որքան օբյեկտիվ է, թե որքան օբյեկտիվ չի, միջև իմ ուզածը չլինի, ես չեմ բանանելու, ձեռը քաշելու։ Փաշինյանը կարա ձեր ընտանիք, ասի ձեր հոր վարքագիծը ինձ դուր չի գալիս, միջև Սենշյանի կամ ձեր հորը այս մեկին չընդունեք, ես չեմ հեռանալու։ Չի կարա, չէ՞։ Կարա ձեր ընկերություն, կարա տրիբյուն, ասի, միջև ձեր տնօրենին չփոխեք, այս մարդուն չնշանակեք այս կրիտերիաներով, ես այս դրան դեմից ենկոմ չեմ գնալու։ Բայց սա անընդունելի է մեր անձնական մակարդակով։ Պիտի անընդունելի լինի նաև հանրային մակարդակով։ Ոստեղ կապ չունի մենք տրիբյունից ում ենք սիրում, մեր կազմակերպությունից ում ենք սիրում, մեր ընտանիքի հետ, անդամների հետ տարբեր ինչ հարաբերությունների մեջ եք։ Հիմա, այսինքն այս անհանդուրժողականությունը պետքա ձևավորվի այս գործողությունների նկատմամբ։ Ես հասկանում եմ, ինչու են առաջինը հարվածում ընդդիմադիրներին, որովհետև քաղաքական հայացքներով պայմանավորված եւ քաղաքական գործընթացների մասնակցությունով պայմանավորված բանը կարող է հանրային աջակցության մակարդակ ավելի նվազ լինել, քան եկեղեցու ավելի։ Որովհետև օբյեկտիվ սպասումներ ունեն։ Չէ, ես իշխանությունը նկատի ունեմ։ Հիմա կգանք հանրային սպասումներին, որովհետև հանրային աջակցությունը կարող է քիչ լինել, բայց դա բուֆեր է, բուֆերային պատ է։ Հետո դա հաղթահարում են, գալիս է եկեղեցին, ու ես ավելի լավ բան քան այդ ֆաշիստական ժամանակաշրջանի հայտնի հոգևորականի ասացվածքը, այսինքն թևավոր խոսքը, որ ասում էր, երբ եկան կոմունիստների հետևից ես ձայն չանեցի, որովհետև կոմունիստ չէի, երբ եկան արմիությունների հետևից ես ձայն չանեցի, որովհետև արմիության ներկայացուցիչ չէի, երբ եկան հрьяաների հետևից ես ձայն չանեցի, որովհետև հрья չէի, երբ եկան իմ հետևից այլևս որևէ մեկը չկար, որ ձայն հաներ։ Հիմա դա է տեղ ունենում։ Եկան արցախցիների հետևից, եթե ձայն չենք հանում, որովհետև արցախցի չենք, հոգևորականների հետևից, դաշնակցության հետևից, որովհետև դաշնակցական չենք, հաջորդը դուք եք, ու այդ ժամանակ արդեն մարդ չի մնում, որ ձայն հանի։ Հիմա սա է պետք բացատրել։ Ընդդիմությունը առաջինն է այս հարվածը իր վրա ստացել եւ այդ հարվածին փորձում է միջև այլ դիմադրել։ 5 տարվա ընթացքում Հայաստանում եղել են 5 շարժումներ, այս ամեն ինչը կանխելու, որ մենք այստեղ չհասնենք։ Այո, այդ շարժումները հաջողության չեն հասել տարբեր պատճառներով։ Դրանք գնալով մեծացող շարժումներ են, որովհետև ես հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 10-ին կամ 11-ին առաջին ցույցը մարդկանց մոտ հանրային այդ բան չկար, որ ու ինչ է տեղի ունեցել եւ ով է դրա պատասխանատուն։ Ես անգամ մեղավորների մասին չեմ խոսում, որ գործող իշխանությունը անկախ նրանից մենք իրեն շատ ենք սիրել, 3 տարի առաջ իր համար փողոց փակել ենք, թե չէ, մեկ է պատասխանատու է իր օրոք տեղի ունեցած պատերազմի ու ամեն ինչի համար։ Այսինքն այդ པարզ գիտակցումը։ Բնականաբար 2025-ին ենք մենք հիմա, 25 ենք, վերջը տարվա, եւ այդ մթնոլորտը էականորեն փոխվել է, 180 աստիճան գրեթե փոխվել է, եւ այո, այստեղ խնդիր կա մոբիլիզացիայի հանրային եւ գործընթացների քաղաքական, բայց ես պատահաբար չանադարձա այդ երկու երևույթին՝ հուսալքության հաղթահարման եւ վախի հաղթահարման։ Մեզ ուզում են վախեցնել, մեզ ուզում են հուսալքել, որ այդ գործընթացները տեղի չունենան։ Հիմա մարդկանց հաջորդ քաղաքական մեծ իրադարձությունը համապետական ընտրություններ են 26-ին նախատեսված։ Միջև այդ այլ զարգացումներ կլինեն թե չէ, չգիտեմ, բայց պարզ բան կարող ենք մարդկանց բացատրել, որ սիրելի քաղաքացիներ, որքան հուսալքված լինեք, որքան գուցե չսիրեք շատերին, գուցե հավատ չունենաք, բայց դուք հասկանում եք, որ ձեր չմասնակցությունը դա բան է, աջակցություն է եւ գործող իշխանության է։ Հիմա դա դուք ուզում եք աջակցել, թե չէ, վստահ եմ, որ չեն ուզում։ Դրա համար էս պետքա ցույց տալ մարդկանց մի հոգու մասնակցությունը, ոնց կարա իրավիճակ փոխի։ Երևանում 8% մասնակցության ավելացումը կարող է իրավիճակ փոխել։ Երևանի մասին եմ խոսում։ Այսինքն սա է ճանապարհը։ Մարդկանց մասնակցությունը, հավատը վերականգնել, հույսը, այսինքն ցույց տալ որտեղ է ելքը եւ հույս արտնասնել փոփոխության։ Հավատը 8%-ն են։ Գիտեք, բոլորն են։ Ներողություն, գիտեք, ձեզ անձամբ ձեզ նկատի չունեմ, ընդդիմության ինչու են մեղադրում նաև, որ եկեղեցական թեման հիշեցրիք մոբիլիզացիայի ասցիք, հիշեցի, թեման օգտագործում եք որպես մոբիլիզացնող վերջին այսպես թեմա։ Ինչ եք պատասխանում այդպիսի մեղադրանքի։ Ցանկացած թեմա, որ կարա հանրային մոբիլիզացիան անանի, պետք է օգտագործել, ինչն է դեռ մեղադրանքը։ Այսինքն, եթե ոչ եկեղեցու շուրջ, մեր արժեքների ինքնության, թող մեղադրեն, որ Արարատն ենք օգտագործում այդպիսի արցախցիների ցանկացած բան, որ հանրային մոբիլիզացիա կարող է առաջացնել, որովհետև ինչն է հանրային մոբիլիզացիա առաջացնում։ Ինչու քո արժեհամակարգի հիմքն է։
Եթե ոչ եկեղեցին ի՞նչ է պիտի լինի։ Ինչն է այդտեղ մեղադրանքը։ Արհեստական ինչ-որ արժեքներ ստեղծենք դրա շուրջ մոբիլիզացվենք։ Չէ, մեր եկեղեցին անկախ անգամ մեր այսինքն անձնական մակարդակում հավատքի նկատմամբ քո վերաբերմունքից կամ որ հավատքի որ ուղղությանն ես պատկանում, դա արժեք է։ Ու դա հայ հասարակության բացարձակ մեծամասնությունը ընդունում է։ Հիմա մենք հասել ենք այն իրավիճակի, որ աթեիստները պաշտպանում են հայ առաքելական եկեղեցուն։ Ու ինչու պիտի դա չդնել հիմքում առանցքում հանրային մոբիլիզացիայի։ Ի վերջո ամենաբարձր վստահության ցուցիչ ունեցող կառույցն է։ Էլ ինչը պիտի ուրեմն լինի։ Բնական է ու գիտեք մեզ ամենաշատը այսինքն ինչն է օգնում, որովհետև իրավիճակ ու ճշմարտությունը այս կողմն է։ Այսինքն բնական է, ինչ որ դու ասում ես ճշմարտություն է, այն ինչի շուրջ ուզում ես մոբիլիզացնես իրական է, ոչ թե արհեստածին հիմա ինչ է անում հակառակ կողմը, երկրի հակառակ կողմը, բանը, անդադ ինչ որ փնտրտուքների մեջ է հիմա ինչ գաղափար առաջ բերի, որ մոբիլիզացիա բանանի, ինչ հորինի, մեկ ասին օջախը իմ տունն է, հետո հիմա սնուցող մայրերի շուրջ են ուզում մոբիլիզացիա անել, հետո խաղաղության խաչմերուկ հայտարարեցին, այսինքն ինչ որ արհեստական ինչ որ փաթեթավորումներ, որ պիտի մարդկանց սրտերին կպնի։ Մենք ունենք այդ արժեքային հիմքերը, առանցքները ու իրանք էլ հարվածելով դրանց ցույց են տալիս, ինչի շուրջ պետք է մոբիլիզացնել, եկեք պայմանավորվենք, որ Փաշինյանը ինչին հարվածում է եւ ում հարվածում է, այո, իր շուրջ պիտի լինի մոբիլիզացիա։ Տեսեք, մեր տաղավարում փորձագետի է հյուրընկալել, որը էլի այսպես վերլուծում էր ընդդիմություն իշխանությունը բոլոր իրադարձություններին հնարավոր արձագանքները ու իշխանության նկատմամբ ընդդիմության քննադատությունը ասում է երբեմն ավելի ուժեղ է, քան առաջարկները կամ քայլերը, արդյոք ունեք կոնկրետ լուծումներ գոնե այս պահին հենց եկեղեցու համար կան կոնկրետ լուծումներ բացի իշխանությանը հեռացնելու կոչ։ Եկեղեցու համար, այո, հենց եկեղեցու։ Այսինքն եկեղեցու որ խնդրի համար լուծում են։ Եկեղեցին էլի եմ ասում համակարգ է 1700-ամյա իր ներքին օրենսդրությամբ գործող եւ այնտեղ վստահ եմ որ կան խնդիրներ, որտեղ ես չգիտեմ 5 հոգանոց թիմ, որտեղ չկան խնդիրներ, պատկերացնում եմ 1700-ամյա թիմ ասեմ, փորձում մոդայիկ բառերով խոսալ որ հասկանալի լինի եւ աշխարհի տարածվածությունը հիմա այդտեղ բարեփոխումներ պետք են, մոդեռնիզացիա պետք է վստահ։ Ես էլ համակարգի ներկայացուցիչ եմ նկատի ունեմ 35-ամյա կուսակցության եւ այո, այդտեղ բարեփոխումներ պետք են, մոդեռնիզացիա պետք է։ Այո, ուզում ասեմ եկեղեցու խնդիրների ինչ որ կախարդական փայտիկ կամ մի նախադասություն չունեմ, գաղտնիքը բոլոր համակարգերի արդիական կենսունակության արդիականացումն է եւ հիմա արդեն չնայած միշտ երևի կոմունիկացիան, արդյունավետ կոմունիկացիան, այսինքն կարողանալ հանրության հետ պահպանել արդյունավետ եւ ձևավորել արդյունավետ կոմունիկացիա, բացատրել ինչի համար ինչ ես անում կամ ինչ չես անում։ Այսինքն երկու կոմպոնենտ շատ կարևոր է՝ արդիականացում եւ կոմունիկացնել դա ինչ կատարվում է ընդհանրապես։ Բայց եկեղեցու խնդիր ասածը ուզում ասեմ ես ինձ կոմպետենտ չեմ համարում, իսկապես չեմ համարում, նախ խորքային առումով չեմ կարողանա մատնանշել, որ խնդիրը կա, որը չկա, ես հոգեվորականների բարձրացիան այդ թվում նաեւ կալանքի տակ գտնվող փորձում եմ հնարավոր շատ շփվել տեսակետներ լսել, տարբեր տեսակետներ կան, չեմ էլ հիմա ուզում մանրամասնել, որ ավելի այլ տեղ չգնանք, բայց թվացյալ, որ մեր համար կարող է լինել ակնառու էս երևույթը դա պիտի այսպես փոխվի, բան այդտեղ շատ խորքային, արմատական տարբեր տեսակետներ կան, որոնք երկուսն ունեն ոչ միայն գոյության իրավունք, այլ շատ հիմնավորված են եւ այդ տեսակետները բախվում են, դրանից ծնվում է ճշմարտությունը։ Բնականon համակարգի փոփոխությունը այդպես է լինում։ Փորձագետի խոսքս նրան էր վերաբերվում, որ ազգային ժողովում բոցաշունչ ելույթներ ունենալուց բացի պետք է զբաղվել, պետք է անել, ոչ թե միայն ասել։ Շատ լավ, դա ընդդիմությունը միշտ կարելի է մեղադրել, ինչ գործիք հակազմ, եկեք հասկանանք ընդդիմությունը մեր հիմա այս բան ինչ գործիք հակազմ ունի, որից չի օգտվում եւ մեղադրենք անverջ նրան, ես ուզում ասեմ խնդիր չունեմ ընդդիմությանը պաշտպանելու, դա չի հարցը։ Ես ասում եմ ուղղակի ճիշտ գնահատենք ինչ գործիք հակազմ ունի, ինչ անելու։ Այդ պետք չի ամբիոնից խոսելը հակադրել որևէ գործ անելու խոսքը, ճիշտ խոսքը ընդհանրապես կոմունիկացիա որ խոսում ենք, գործի մի հսկայական հատվածն է։ Վերջը մենք կարող ենք ընդունել, որ Հայաստանում միջև այս մարդկանց իշխանության գալը նա խոսքի ու գիտակցության մակարդակով հաղթեց Արցախը տանք հանգիստ ապրանք թեզ, այսինքն խոսքը հաղթեց։ Հետո եկավ այդ խոսքը արտահայտող թիմը իշխանության։ Հիմա դրա հակառակ խոսքը պիտի հաղթի, պահենքը, դիմադրենքը, կարողանանք, այսինքն որ հնարավորություն ունենք, որ այս երկիրը, այս հասարակությունը, ի վերջո Հայաստանի Հանրապետությունը չի կապիտուլացվել, բայց մենք գործում ենք այնպես, կարծես մեր վրա
վրա երկու հատ ատոմային ռումբ է ընկել, բան Ադրբեջանն էլ գտնվում է, ադրբեջանական բանակն էլ գտնվում է Երևանի կենտրոնում։ Ես սա չի նշանակում Հայաստանի մոտ պատերազմ պիտի այդել, դրա մասին չի խոսքը, բայց մենք չենք կապիտուլացվել։ Մենք այդպես պիտի չապրենք, պիտի Արցախի պատերազմը, Արցախի պարտությունը մեր համար չլինի դատավճիռ։ Ի վերջո աշխարհում ես կարամ Գերմանիա ցույց տամ, Ճապոնիա ցույց տամ, որոնք շատ ծանր կապիտուլյացիայից են վերականգնել եւ լրիվ ուրիշ որակի պետություն ունեն։ Ու մենք այդ տեսլականի մասին պիտի խոսանք, որ այդ հնարավորության մասին, թե չէ, ու դա եղել է մի սերունդի ընթացքում։ Մի սերունդի, ուզում եմ ասեմ, հարյուրամյակների խնդիր չի։ Հիմա այս դիմադրողականություն, որ ասում ենք, այս հույս, որ ասում ենք, սրա մասին է։ Մենք հնարավորություն ունենք, բոլորս հասկանում ենք, որ ունեցել ենք ծանր պարտություն։ Իսկապես մեր վիճակը լավը չի։ Մենք հոխորտալու տեղ այո չունենք, բայց սա չի նշանակում, որ մենք պիտի պարկենք դագաղի մեջ, հողը քաշենք վրաներս, այսինքն ինքնասպանության գնանք։ Դա չի, ու Ադրբեջանը ինչ ասում է, դա պիտի անենք, որովհետև իրենք ուզում են ի վերջո, մենք պիտի մեզ պարզ հարց տանք։ Մենք կողմ ենք, այսինքն մենք պատրաստ ենք հիմա այս իրավիճակում, այս բանի պայմաններում Հայաստանում ապրել ադրբեջանցիների հետ։ Հաջորդ քայլը, երկու քայլ հետո, հաջորդը տարածքային նոր պահանջներն անկլավների տեսքով, դրա հաջորդը ադրբեջանցիների վերադարձել չի, բնակեցում է այստեղ, որտեղ ով որ գնացել է, փոխհատուցում ստացել է, ես երկար այս խնդրի մասին կարող եմ խոսել։ Դրան պատրաստ ենք, թե չէ։ Չի կարող, չէ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտության ուղիղ գործիքներ ուզում այլևս ստեղծի։ Հիմա այդ կարանք կանխենք, հա, կարանք կանխենք, բանակցողը պիտի փոխվի, գնա հայկական օրակարգեր բանակցությունների սեղանին առաջ տանի, որ մենակ Ադրբեջանի sense կետերը առաջ տանելով չլինի։ Օրինակ, Արցախ վերադարձի իրավունքը բանակցությունների սեղանին պիտի քննարկվի, դա առնվազն մեզ ժամանակ է տալու, առնվազն նվազագույնը։ Լավ, շահեցինք այդ ժամանակը, ինչ եք առաջարկում։ Կախարդական փայտիկ չկա, պետք է ուժեղանալ։ Միայն այդ եմ ասում, չկա բանը, որ ժամանակ շահեցինք, լավ կլինի։ Պետք է ուժեղանալ։ Ուժեղանալը սկսվում է անվտանգության կոմպոնենտը քո մասը վերականգնելով, դաշնակցային հարաբերության վերականգնելով, տնտեսություն ստեղծելով, առաջնահերթություններ դնելով այդ տնտեսության առաջ, որը սպասարկում է քո առաջնահերթությունները։ Մեր առաջնահերթությունը չի կարող լինել լավ ապրող բարեկ ունենալը։ Չի կարող Հայաստանի Հանրապետություն։ Մեր առաջնահերթությունը բարեկը պիտի լավ ապրի, դա չի, բայց զինվորականը բարեկից վատ պիտի չապրի։ Մեր առաջնահերթությունը չի կարող լինել ուղղակի, որ քաղաքացին հարկ տա։ Քաղաքացին աշխարհի 200 երկրում կարող է հարկ տալ։ Մեր առաջնահերթությունը կարող է լինել մեր ինքնության պաշտպանությունը։ Մեր առաջնահերթությունը չի կարող լինել որևէ այլ կրոնական կազմակերպություն, բան հավասարացնել կամ իրան արտոնություն տալ։ Առաջնահերթությունը պիտի տրվի հայ առաքելական եկեղեցուն։ Չի կարող ազդեցիկ սփյուռքահայերի մուտքը Հայաստանը արգելված լինել։ Մենք այդքան ռեսուրս ու ներուժ չունենք։ Իրենք ոչ միայն պիտի ազատորեն գնան գան, այլ իրենք այստեղ պիտի իրենց ներուժը ամբողջապես օգտագործվի։ Հիմա այս բաների մասին երբ խոսում են, ասում են կենացները, ամեն ինչ նախ սկսում է գաղափարության կոնցեպտներն են, այո, սրանց պետքա լինի սրանց այս գաղափարները սպասարկող ծրագիր։ Զինվորականը Հայաստանում պետքա լինի ամենապաշտպանված, ամենաապահովված, արտոնությունների ամենալայն համակարգը ունեցող մասնագիտությունը։ Ուզում ենք տեսնել դա ոնց, եկեք վերցնենք Իսրայելի օրինակը, ինչպիսի արտոնություններ ունեն զինվորականները, բերենք տեղայնացնենք Հայաստանում, չկրկնենք, copy-paste չանենք, բայց տեղայնացնենք Հայաստանում ու տանք, տեսնենք քանի հոգի կգնա զինվորական ծառայության։ Տեսնենք մենք ինչ որ խնդիր կլուծենք, թե չէ։ Հիմա սա ինչու չի արվում հարցի պատասխանը, արվում է հակառակը, որովհետև առաջնահերթություն չի դա։ Առաջնահերթությունը գվարդիա պարեկներ ուժայիններին բան անելն է, հնազանդ ուժայիններ ունենալը, որ ինչի եկեղեցի շրջափակեն։ Թիկնապահներ եւ շրջափակում, այո։ Շատ սահուն անցում արեցիք Արցախին, բայց քանի որ մեր ժամանակը այս պահին արդեն սպառնում է, կուզեմ էլի ինչ որ համապարփակ վերջին հարցով սահմանափակվենք պարզապես, բայց պետք է հիշեցնեմ մի հատ արտահայտություն, ճիշտ է, արեցիք նաև Արցախի վերաբերյալ, որ Արցախի վերադարձի խնդիր կա, ադրբեջանցիների բնակեցման խնդիր կա, անգամ ոչ թե վերադարձի։ Մեր եթերում իմ գործընկերոջ տաղավարում սենսացիոնել կարող ենք կոչել հայտարարություններ արել ԿՊԱ-կան պատգամավորներից մեկը, որը իրեն ինչ որ չգիտեմ, բրբսնյակի ծաղիկ չհամարեց եւ ասաց, որ ռազմագերիներին ով էր ստիպել իրենք գնային, ով էր, իրենք են գնացել Բաքու, Փաշինյանը ուղղաթիռ էր ուղարկել, այդ ուղղաթիռը ինչի չեն նստել, հետո Փաշինյանը հաջորդ օրը գնում է Գերմանիայում անում է հայտարարություն ու համահավասարեցնում է ադրբեջանցիների վերադարձի ու առհասարակ եւ սահմանադրության եւ Ղարաբաղի հարցի եւ
էլի վախեցնելով որ պատերազմ կլինի, եթե բացվի Ղարաբաղի հարցը։ Իրականում շատ պրիմիտիվ, բայց արդեն այնքան ծեծված հարցեր են, որ ես այնպեսի թիվ էի պատրաստել հարցերի, բարձրացնում են երբեք չենք հասցնում իրականում պատասխանել դրան։ Հիմա դուք անverջ ասում եք իշխանությունը բազմաթիվ հարցերում պարտված է, պարտություն է կրել, բայց մենք ինչ պատկեր ունենք, բռնազավթված Արցախ, ռազմագերիներ, քաղաքական գերիներ, եթե համարում եք այդպիսին, ու ասում եք պետք է փոխել իշխանությունը, որպեսզի լավ, ես էլի sense բանով ասեմ, ամեն ինչ լավ լինի, ամեն ինչ լավ լինի, շատ մակերեսային եմ ասում, որպեսզի հանրության 80%-ին ավելի հասանելի լինի այն ինչ որ դուք հիմա կպատասխանեք, էլի չունենք կախարդական փայտիկ, ամենևին դրա մասին չի խոսքը, էլի պետք է խոսենք կոնկրետ հայտարարությունների մասին, թե պետք է խոսենք էլի քայլերի մասին, մի կողմ դնելով նաև եկեղեցին, որովհետև Արցախի հարցն էլ ունի շատ ավելի խորքային ու շատ ավելի ցավոտ կետեր, որոնք մինչ օրս էլ այսպես ճզմելով իշխանությունը էլի անդադ թարմացնում է։ Գոնե դուք լինելով իրականում շատ կոշտ, այսպես կտրուկ խոսացող падգամավոր, արելիք ինչ որ նախաձեռնություններ կոնկրետ հենց падգամավոր լինելու շրջանակում նկատի ունեմ նախաձեռնություններ ինչ որ որպեսի ինչ որ առումով այս անդունդը կարողանանք հաղթահարել։ Հնարավոր է այդպիսի բան թե ես շատ մեծ բան ձեր ուսերին դրեցի, այնպես ես դες նկատի չունեմ անձնապես, բայց դուք շատ Պիտի ասեք, որ անդունդը սոցիալականից միջև անվտանգային նախագծեր ներկայացվել առաջին անվտանգային ու հենց ամենակարևորից սկսենք, եթե մարդը անվտանգ է, իրեն ապահով է զգում իր երկրում, հետո նոր մնացած հարցեր։ Սոցիալականից միջև անվտանգային նախագծեր, հայտարարության նախագծեր ներկայացվել են ֆրակցիայի անունից, անհատ падգամավորների անունից, դրանք որևէ մեկը չի ընդունվել, ինչու, որովհետև գործող իշխանությունը ունի սահմանադրական մեծամասնություն հիմա եւ կարող է առանց որևէ մեկին հաշիվ տալու անել ինչ որ ուզում է, մերժել այն, ինչ որ չի ուզում։ Հիմա գալով հարցերին, էլի, այսինքն չեմ ասում ամեն ինչ հեշտ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու գործող իշխանությունը փոխվի։ Ես ասում եմ, եկեք տեսնենք ինչ կարող ենք մենք ունենալ, երբ որ լինի փոփոխություն։ Նախ նման հայտարարություններ անող իշխող ուժի ներկայացուցիչներ չեն լինելու։ Ի՞նչ է նշանակում արցախցիները իրենց ոտքով է գնացել երինքել։ Դուք երազում եք Բաքվի բանտում լինել։ Բա դուք, այսինքն ինչ են խոսում, ոնց կարող է նման հայտարարություն անել, ոնց կարող է որևէ մեկը ընդհանրապես իր ոտքով գնալ բանտ։ Այս ստախոսությանը, այս բարոյական կարմիր գծերի հատմանը պիտի վերջ դրվի, թե չէ։ Հայաստանում այդպիսի իշխող ուժի ներկայացուցիչ չի լինելու, փոփոխությունա թե չէ։ Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչ չի լինելու, որ ասի Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Փոփոխությունա դա, թե փոփոխություն չի։ Դրանից կարող ենք սկսել, թե չենք կարող սկսել։ Գերիների մասին հայտարարություն է լինելու։ Գերիների մասին դուք տեսնել եք, որ Հայաստանի գլխավոր ներկայացուցիչը որ գնա ՄԱԿ-ի ամբիոն խոսելու է այդ թեմայից։ Խոսելու է այդ թեմայից, բանակցություններում դա կետ է լինելու։ Ուկրաինայում հիմա ինչ վիճակ է, բայց Ուկրաինային առաջարկվող պայմանագրի խաղաղության նախագծի առաջին կետը հումանիտար հարցերն են ու գերիների փոխանակումը։ Մենք Ուկրաինայից վատ վիճակում ենք հիմա։ Ոչ։ Բայց ինչի, որովհետև կան բանակցողներ, կան միջնորդներ ներգրաված այդ բանակցություններում։ Հայաստանը ինչի է մենակ բանակցում է պետության նկատմամբ, բան որին ասում է գերհզոր է, պարտվել ենք, չենք կարող, ինչի է մենակ բանակցում։ Չի ուզում ես մի միջնորդին թողային մի միջնորդին բան ներգրավի, բայց ինչի է մենակ բանակցում, որ իր թույլ դիրքերը առանց դել թույլացնի, միջնորդներ պիտի ներգրավեն այդ բանակցություններում։ Այս քաղբանտարկյալները նշեցիք, բնականաբար քաղբանտարկյալներ եմ համարում, բոլորը պետք է ազատ արձակվեն, այս ատելության մթնոլորտի վերջը պիտի տրվի, ինձ թվում է շատ ավելի կոնկրետ է ստեղ առաջարկներ, երևի ինչ որ համազգային համերաշխության, ներազգային համերաշխության օր պիտի հայտարարվի Հայաստանում կամ ներման օր երևի բանը համահայկական պատարակներ ընդհանրապես պիտի լինի, մենք այս ատելության էջը պիտի շրջենք, սփյուռքահայերի արգելքները պիտի վերացնենք, արցախահայերի վերադարձի իրավունքի մասին պիտի բանակցությունների էլի օրակարգ դառնա։ Այսինքն այն բաներն են, որոնք ես այսպես, չգիտեմ, ոտքի վրա կարող եմ sense բաներով, կետերով շարունակել, փոքր բաներ են, բայց իրավիճակ փոխող բաներ են։ Ի վերջո, մենակ այն, որ քո անունից չի բանակցում մեկը, ում այլևը հարբեցող ծառացու է անվանել, դա իրավիճակ է փոխում եւ ամենակարևոր բանը մենք որևէ, այսինքն այս ազգային դաշտի ներկայացուցիչ, այլևի պահանջով սահմանադրություն չի փոխելու ժողովուրդ։ Եվ այո, ադրբեջանցիների այստեղ բնակեցման հարցը չի թողելու, որ իրականանա, որովհետև դրա
իրենք այստեղից ովքեր գնացել են, էթնիկ զտում իրենց նկատմամբ տեղի չի ունեցել, իրենք ստացել են արդար փոխհատուցում, եթե անհատներ կան, ովքեր ուզում են, չգիտեմ, վերադառնալ Հայաստանում ապրել, տենց շուտ մի քանի անհատներ կան, կարան կան այստեղ ապրեն, որևէ մեկի նկատմամբ էթնիկ զտում տեղի չի ունեցել, որևէ մեկի բռնիթ այստեղից չի տեղահանվել, բոլորը մեծամասնությունը ստացել են փոխհատուցում։ Դա կապ չունի արցախահայերի վերադարձ իրավունքի հետ, ովքեր էթնիկ զտման արդյունքում իրենց հայրենիքից զրկվել են։ Հիմա այս նախադասությունը ասող կա մեր բանակցային սեղանին։ Ոչ, ասող չկա։ Դրա համար էլ մենք մեր կետերը, որով կարող էինք առնվազն պաշտպանվել, դուրս են բերվում բանակցությունների սեղանից ու մենակ առաջ են տարվում ադրբեջանական կետերը։ Հիմա իրոք կախարդական փայտիկներ չկա, պետքա դիվանագետ լինի Վարդան Օսկանյանը 100 հատ առաջարկ ներկայացնել, ոնց կարելի է անգամ այս իրավիճակում բանակցել։ Ու ինչ չի կարելի անել։ Ինչ ասելա չի կարելի անել, արվելա, ինչ ասելա պետք է արվի, չի արվե։ Հիմա կարանք սկսենք ինչը չի կարելի անել չանելուց, ինչը կարելի է անել անելուց։ Սկսեք։ Դրա համար պետք է իշխանություն։ Որևէ երկրում ընդդիմությունը չի բանակցում, գերիների հարց լուծվում, ընդդիմությունը չունի իշխանություն գերիների հարց լուծելու, ունի ռեսուրսներ, այս ամեն ինչը հանրությանը հնարավորինս փոխանցելու դա ենք անում եւ ասելու, որ ելքը կա, դա իրար հետ պիտի անենք։ Մենակ ոչ միայն որևէ ուժ չի կարող ընդդիմադիր փոխել, այլ բոլոր ընդդիմադիր ուժերը միասին, եթե չլինի հանրային աջակցությունը, չեն կարողանա այս իրավիճակը փոխել։ Դրա համար այդ հանրային աջակցությունը խնդրում ենք։ Սե։ Հանրային աջակցությունը խնդրում եք, բայց ընդդիմությունը ինքն իր մեջ էլ հաշտ չէ։ Տարբեր ուժեր են, մենք գործում ենք մի հատ կա թիմ, որը իշխող ուժն է, ունիտար է, այնպես միայն հիերարխիկ կազմվածքով, այստեղ այո, տարբեր ուժեր են, տարբեր պատկերացումներով, դրա համար մենք վերջին լսումներին առաջարկեցինք, եթե չի ստացվում բոլորը միավորել միտեղ եւ դա չի ստացվում եւ պետք էլ չի, գոնե սկզբունքներ, համագործակցության կարևոր հարցեր, քաղբանտարկյալներ, հայ առաքելական եկեղեցու պաշտպանություն, քարոզչական դաշտում իրար չհարվածել, այս բոլորը այս կետերի շուրջ պայմանավորվել համագործակցելու այս ուղղությամբ աշխատում ենք, հուսամ առաջիկայում կլինի նաև նորություններ այս առումով։ Սպասենք, շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում, շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։